Ձեզ քուրաչան եղբայրներ ջան, ասված բոլորի տորչն է, ուղղակի մի կարճ միտք եմ ուզում ասել եղբոր խոսքի վրայով եւ կանցնենք բուն այսօրվա նպատակին, որ մեր գևորգ եղբոր ձեռնատվությունն է այսօր։ Քուրաչան եղբայրներ ջան, այսօր շատ անգամ մեր կյանքի մեջ կա ինչու։ Ինչու համար պիտի սիրեմ, ինչու համար պիտի ներեմ, կամ ինչու համար պիտի խոստովանվեմ, ինչու համար իմ կյանքի մեջ կա դժվարություն, ինչու համար կա պրոբլեմ կամ հիվանդություն, որտեղից էս ինչու։ Ողջ Երեմիայի մեջ, երբ որ մենք կարդում ենք ամենակալ Տիրոջ խոսքի մեջ գրված է հետևյալը, 3-րդ գլուխ 37 համարի մեջ ամենակալ Աստված սա է ասում. Ով է նա, որ ասի եւ կատարվի այդ Տերը չի հրամայ։ Այսօր իմ եւ քո կյանքի մեջ ինչ որ կատարվում է, Աստված տեղյակ է։ Եվ ինչ որ կատարվում է, Աստված բարի է։ Իրեն անունը փառավորում։ Մենք այսօր սա չենք կարող տեսնել։ Եղբայր հիշացրեց Ասապի վրայով, Ասապի կյանքի մեջ կային այդ ինչուները, եւ սա էր պատճառը, որ ոտքերը ծրվել էր։ Ինչու համար ինքը խաղաղություն չունի, ինչու համար ինքը հաջողակ չէ, ինչու համար ինքը ունի հիվանդություն կամ պրոբլեմ։ Երբ որ մենք նայում ենք այս ինչուների բուն նպատակը միայն մեկն է, այդ ինչուները տարան Ասապին Տիրոջ խորան։ Այդտեղ էր որ Ասապ հասկացավ, որ կյանքը Քրիստոս է։ Եվ ուշադրություն դարձեք այդ բազում խնդրվածների Տեր անձնավորությունն ինչ էր ասում։ 25 համարի մեջ գրված է 25 եւ 26։ Ով ունեմ ես երկնքում, քեզնից ջոկ բան չեմ ուզում երկրի վրա։ Թեև մարմինս սիրտս մաշվի, Աստված հավիտենական իմ սրտի ոճն է ու իմ բաժինն է։ Ինչու համար այսօր իմ կյանքի մեջ էս նեղությունները։ Ես միշտ մտածում եմ հետևյալը, Աստծո խոսքում, երբ որ մենք անդրադառնում ենք, մարդիկ մտածում են հետևյալ կերպ. ես ընդունել եմ Քրիստոսին, ուրեմն իմ կյանքի մեջ ամեն բան պիտի լինի լավագույնը, ցավ տառապանք պիտի չունենամ։ Ոչ սիրելիս, երբ որ մեզ ասում են Հիսուս, մենք ինչ ենք հասկանում։ Այսօր շատերիս պատկերացնում Հիսուս օրհնություն, օծություն, զորություն, հաջողություն, բայց իրականության մեջ Հիսուս նշանակում է հալածանք, տառապանք, Գողգոթա խաչափայտ։ Եվ Հիսուսի կյանքը սա էր։ Հրավերքի հիմքում չէր ընկած, եկեք ամեն հարցեր կլուծեմ։ Հրավերքի հիմքում ընկած էր հետևյալը՝ նեղ, փշոտ, քարկարոտ ճանապարհ։ Եվ հարցնում ենք ինչի, որն է պատճառը։ Երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ Աստված ասում է իմ ժողովուրդը գիտություն չունենալու պատճառով խոտորվեցավ։ Կամ Տեր Հիսուս Քրիստոսը Մատթեոս 22:29-ում ինչ էր ասում. Մոլորված եք, որ չգիտեք գրքեր եւ ոչ էլ Աստծո զորությունը։ Այսօր հարցը հետեւյալն է, ինչու համար իմ կյանքի մեջ էս պրոբլեմը։ Երբ որ կարդում ենք Օսիա մարգարեության 5:15-ում գրված է, երբ որ նեղության մեջ լինեն, կանուխ պիտի ինձ դիմեն։ Այսինքն այդ նեղությունը հանդիսանում է մարդ Աստված հարաբերության կապը։ Հարց եմ տալիս, դու ամենաշատ երբ ես կապված եղել Աստծո հետ, նեղության մեջ, թե լենորերիդ մեջ։ Լինում է պարակա, մենք մի հատ եղբայր ունենք, ինչ որ լինում էր, մարդը հիվանդանում էր, ասում էր, ինչ մեղք ես գործել։ Մի օր էլ եղավ, որ ինքը հիվանդացավ, մոտեցել են կնոջը, հարցրել են, ինչ մեղք է գործել, որ հիվանդացել է։ Կինը լացեղնելով եկավ։ Այսօր քուրես ջան, եղբայրներ ջան, դու չես տեսնում հիվանդության մեջ Աստծո փառքը։ Այսօր ամեն մարդ չէ, որ ամեն անձնավորություն չէ, որ կարող է նեղության, հիվանդության մեջ Աստծուն փառավորել։ Այս ամեն մեկին տրված չէ։ Նայեմ այս անձնավորությունը խոսում է մեծ, ես սա կանեմ, մյուսը կանեմ, ու հանկարծ Աստված մի հատ կնոպկեն սեղմում է։ Դժվարություն, նեղություն, պրոբլեմ։ Հետաքրքիր է, Պողոս առաքյալը 2 Կորինթացիս 11:30-ում ինչ էր ասում. Եթե պարծենալ պիտի լինեմ, իմ պարծենալ պիտի լինեմ, միայն իմ տկարությունով։ Լավ, տկարությունով մարդը կպարծենա։ Ինչի համար։ Շարունակության մեջ, երբ որ մենք կարդում ենք Պողոսը անդրադարձավ իր պրոբլեմների վրայով, որ 3 անգամ աղեսեց Տիրոջը պատասխան չեղավ, Տերն ինչ ասեց. Իմ զորությունը տկարության մեջ է երևում։ Դրանից հետո էր Պողոսի մտածելակերպը փոխվեց եւ ինչ ասեց. Արդ ավելի հոժարությամբ իմ տկարությունով կպարծենամ, որ Տիրոջ զորությունը իմ մեջ բնակված է։ Քուրաս ջան, եղբայրներ ջան, այս համարն էլ ասեմ եւ անցնեմ բուն մտքին։ Այսօր երբ որ մենք խոսում ենք, շատ տեղեր կա նշանի վրայով
զատկի ժամանակ ամենակալ Աստված նշան դրեց ամեն մեկ տան դռների դռանդիկների վրա գարան արյունը, որ սատակիչը չսպանի, կամ կարդում ենք Եզեկիել 9-ի մեջ գրված հետևյալ տողերը, գրված է 4-րդ համարի մեջ անցկաց Երուսաղեմի միջովը եւ տես մարդիկ, որոնք որ հառաչում են, ողբում են Երուսաղեմի մեջ այդ մեղքի եւ պղծության համար, այսինքն մարդիկ, որոնք որ սրբություն են սիրում։ Հիմի հարց եմ տալիս. մեր վրա նշանը ո՞րն է։ Մեր բոլորի պատասխանը միանշանակ մեկն է։ Մենք ամեն անգամ սա ասում ենք, որ նշանը Սուրբ Հոգին է, բարի, բայց կա մեկ ուրիշ նշան։ Նայեք, Պողոս առաքյալը մեզ բացահայտում է բերելով այդ մտքին, որ չասենք ինչու։ Երկրորդ Թեսաղոնիկեցիս առաջի գլուխ 4-5 համարներն եմ կարդում։ Այնպես որ մենք ինքներս ձեզանով բարձրանում ենք Աստծո եկեղեցիներում։ Պողոսի բարձրանքը Կորինթոս Թեսաղոնիկե եկեղեցու վրայով ոչ թե զորություններ կային, հրաշքներ կային, նայեք ինչի վրա է, ձեր համբերության եւ հավատքի համար, ձեր բոլոր հալածանքներում եւ նեղություններում, որոնց դուք համբերում եք։ 5-րդ համարը սկսում է, որ դա Աստծո արտար դադաստանի նշանն է։ Հիմա ուզում ես համոզվել, որ դու իրեն բաժինն ես, այդ նշանը պիտի ունենաս։ Այն մարդը, որի կյանքի մեջ ես նեղություն, հալածանք, խնդրեմը չկա, ինքը Աստծուց հեռու անձնավորություն է։ Այսօր համար խնդրանքս է, երբեք նեղության կամ դժվարության մեջ չասես ինչու։ Աստված ամեն ինչի մեջ է բարի։ Նեղությունը տալիս է, որ իր երեսը փնտրես։ Նեղությունը տալիս է, որ դու այդ նեղության մեջ փառք Տիրոջը, սովորես եւ կարողանաս օգտակար լինես այդ մարդկանց, որոնք որ նույն նեղության մեջ են։ Հիշում եք, Եբրայեցիս 12-ի 18 համարի մեջ գրված է, ան որ չարչարվեցավ եւ փորձվեցավ, կարող է օգտակար լինել փորձվողներին։ Թող Տիրոջ անունը փառավորվի ամեն ինչի մեջ, ինքը արտարը, ինքը բարի, ինքը սերը։ Եվ այսօր մեր հանդիպման, այսինքն Կիրակնօրյա պաշտամունք էր, պիտի հավաքվենք, ասում պիտի փառտանք, բայց կա ուրախալի լուր, ամենդ գիտեք, որ այսօր մեր Գևորգ եղբոր ձեռնատուրության օրն է։ Համար պիտի կարդամ, որ գրված է Սուրբ Գրքի մեջ, ուղղակի կուզենք տեսնենք, թե ինչքան կարևոր է եկեղեցում ունենալ սպասավորներ։ Հիշում եք Մովսես երբ որ դուրս հաներ ժողովրդին, աներ իրեն ասեց, Մովսես չես կարող, շատ դժվար կլինի։ Մարդիկ ընտրի, տասնապետներ, հարյուրապետներ, հազարապետներ, եւ այսօր ամենակալ Աստված ուզում է, որպեսզի իրոք եկեղեցու մեջ սա լինի, որ ամեն մեկ եղբայր կարողանա ծառայություն անի եւ օգտակար լինի ժողովրդին։ Երբ որ կարդում ենք Մատթեոս ավետարան 9-րդ գլուխ 38 համարի մեջ գրված հետեւյալ տողը. «Արդ աղաչեցեք հնձի Տիրոջը, որ մշակներ հանի հունցի համար»։ Շատ տեղեր գրված է խնդրեցեք, բայց այստեղ գրված է աղաչեցեք։ Ինչու համար? Որովհետև իրոք սպասավորը կամ հովիվը կամ պատասխանատուն եկեղեցում պետք են։ Եվ Գևորգ եղբայր, ուղղակի խոսքս պիտի ուղեմ քեզ։ Սա շատերը խորը մտածում են մեկ ուրիշ ձևով։ Շատերի համար սպասավորությունը իշխանություն է կամ փառք է, կամ լավագույն տարբերակ երևալու համար, բայց իրականության մեջ ծառայությունը շատ դժվարին է։ Այդ այսօր ծառաները, որ այսօր անունը տնում են հովիվ, երեց եպիսկոպոս, լավ է ինչում, չէ՞։ Բայց եթե տնեին անունը նոքյար ու նոքյարություն են, ով կուզեր, եղի նոքյար, աղբերս։ Ուղղակի համարներ կա, որ կուզեմ քեզ փոխանցել եւ կուզեի, որպեսզի դու լուրջ ուշադրություն դարձնես այս համարների վրա։ Եփեսացիս եկեղեցու մեջ Պողոս առաքյալը խոսում էր, որ Աստծո կողմանը մարդիկա դրվեցին որոշ ծառայությունների մեջ։ Հիշում ես 4-րդ գլխում գրված է 11 համարից եւ նա մի քանիսին տվավ առաքյալներ լինելու, մի քանիսին մարգարեներ, մի քանիսին ավետարանիչներ, մի քանիսին հովներ, վարդապետներ, սուրբերի կատարելության համար, պաշտոնի գործի համար, Քրիստոսի մարմնի շինության համար։ Այսօր սպասավորի գործը սա է, որ ինքը Քրիստոսի մարմնի շինարարության մեջ աշխատի, կարողանա ուղղություն տալ, կարողանա հորդորել, քիշեք Պողոս առաքյալը գործք առաքելոցում ինչ էր ասում, ինքը լացով խրատում էր մարդկանց։ Եվ այսօր այս որակները մենք պիտի ունենանք, ամեն մեկ սպասավոր։ Սրա համար ուղղակի կուզեմ, որպեսզի քո մեջ այս կյանքը ձևակերպի։
Երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ երկրորդ մնացորդաց 29-11 համար մեջ գրվածը ամենակալ Աստված հետևյալն է ասում. Արդ որդյակներ անօգություն մի կնեք, որովհետև Տերը ձեզ ընտրեց, որն ընտրությամբ ու նպատակը, որ նրա առաջին կանգնեք, նրան ծառայելու համար նրան սպասավոր լինեք եւ խունկ ծխեցնեք։ Այսօր Աստված կանչել է քեզ իրեն ծառայելու համար։ Լինում է պարակապ, որ սպասավոր հետ խոսում են, ասում են ժամանակ չունեմ, հազիվ հասնում եմ, բայց սիրելիս Աստված քեզ չի ընտրել քո ժամանակի համար։ Աստված քեզ տեսել է քո կարողությունը, քո վիճակը, ընտրել է առաջինը եկեղեցու համար։ Երբ որ մենք հարցնում ենք ամենամեծ գործը ո՞րն է, նախական չէ, վարչապետը չէ, թագավորը չէ, ամենամեծ գործը հավատալ անոր ուղարկածին։ Այսօր այդ գործն է հանձնարարվում քեզ, եւ ինքը ամենակալ Աստված ուզում է, որպեսզի քո կյանքի մեջ այս որակները լինեն։ Ուշադրություն դարձեք, երբ որ մենք կարդում ենք ամենակալ Տիրոջ խոսքը, Տիմոթեոսի թղթերի մեջ հորդորում է ասելով հետևյալը. 3-րդ գլխի 8 համարից եմ կարդում. այնպես էլ սարքավակները պիտի լինեն ծանրապարո, ոչ երկուլեզվանի, ոչ գինեմոլ, ոչ ամոթալից շատ սիրող, այլ հավատքի խորհուրդը սուրբ խշմտանքի մեջ ունենացող, եւ սրանք առաջ թող փոսվեն, հետո այն պաշտոնը մտնեն, եթե անարատ լինեն, այնպես էլ նրանց կանայք պետք է ծանրապարո լինեն, ոչ թե չարախոս, այլ զգաստ ամեն բանի մեջ հավատարիմ։ Այս որակները անհրաժեշտ է, եղբայր ջան, որ քո կյանքի մեջ լինի։ Ուղղակի աշխատիր միշտ հիշել հետևյալը. Աստված քեզ տեսել է, քո կարողությունը տեսել է եւ սրա համար ինքը կանչել է, բայց քո կողմը պիտի այդ ջանքը թափես։ Պողոս առաքյալը անդրադառնում էր երիտասարդ երեցին Տիմոթեոսին, 2 Տիմոթեոս 2 գլուխ 15 համարի մեջ գրված է. այս կողմը քոնն է, ջանք արա, որ քո անձը ընտիր կանգնեցնես Աստծո առաջին, իբրև մշակ առանց ամոթի, որ ճշմարտության խոսքը ուղիղ մատակարարես։ Այսօր շատերի խոսքը չի լսվում, որն է պատճառը։ Եվ սրան զուգահեռ մի հատ համար եմ ուզում հիշեցնել Սուրբ Գրքի մեջ հին ուխտում գրված է 3-րդ թագավորաց գրքի մեջ հիշում եք, երբ որ Եղիան հարություն տվեց որպեվարի կնոջ երեխային, կինն ինչ ասեց Եղիային, ահա հիմա գիտեմ, որ դու Աստծո մարդ ես եւ բերանիդ միջի Աստծո խոսքը ճշմարիտ է։ Եվ այս համարն էլ միացնեմ, որպեսզի ավելի մատչելի լինի այդ խոսքը, որի համար պիտի ասեմ։ Հովաննես ավետարան 15-րդ գլխի 20 համարի վերջնամասում գրված է. եթե իմ խոսքը պահեցին, ձերն էլ կպահեն։ Հիմի հարցը հետևյալն է, ինչի իմ խոսքը չեն պահում, որն է պատճառը։ Ինչի համար ինքը Պողոս առաքյալը Տիմոթեոսին ասում էր. ջանք արա քո անձը ընտիր կանգնեցնես Աստծո առաջին իբրև մշակ առանց ամոթի, որ ճշմարտության խոսքը ուղիղ մատակարարես։ Միթե կարելի է Աստծո խոսքը ծուր մատակարարել։ Եթե չես ապրում Աստծո խոսքի մեջ, այդ խոսքը զորություն չունի, եւ մարդիկ չեն ընդունել։ Եվ հորդորը հետևյալն է, որ Գևորգ ջան, ամեն օր կապված լինես Աստծո խոսքին եւ ունենաս ներքին սենյակ։ Եվ կուզեմ հիշեցնել հետևյալ որակները, որ Պողոս առաքյալը Տիմոթեոսին էր հորդորում եւ ասում. սա բոլոր սպասավորների համար է, գրված է, այլ օրինակ եղիր հավատացյալներին, խոսքով, վարկով, սիրով, հավատքով, սրբությունով, մինչև որ կամ միտքը դիր կարտալուն հորդորմունքին եւ վարտապետությանը, 16 համար, զգուշ կաց անցիդ եւ վարտապետությանը, դրանում հարատևիր, որտեւ այդ անելով քո անձն կապրեցնես քեզ լսողներն են։ Այսօր նայում ես շատ անձնավորություններ գնացել են փոխզիջման։ Կուզեմ մեջբերում անել Առակաց գրքի մեջ հետևյալ տողը, որտեղ որ Սողոմոն իմաստունը ինձ եւ քեզ հորդորում եւ ասում է. Առակաց 22-28 համարն է. մի շարժիր տեղիցը վաղեմի սամանը նշանները, որ շինել են քո հայրերը։ Այո, որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ Դավիթի պատճառով Աստված Դավիթի սերունդին ողորմություն արեց։ Աստված մեզ ողորմություն արել մեր հայրերի պատճառով։ Իմի հարցը հետևյալն է. մեր պատճառով մեր սերունդին կողորմի, իսկ որպեսզի ողորմություն անե, Աստծո խոսքի մեջ գրված է, որ այդ սամանանշանները մենք չխախտենք։ Այսօր մարդիկ կա ժամանակակից Քրիստոս 3 այսօր հավիտյանս նույնն է։ Երբեք փոխզիջման չգնաս, երբեք այն ինչ որ Աստված քեզ տվել է չկորցնես։
Մի հատ համար եմ ուզում մեջբերում անել մեկի մասին, որը գրված է 3-րդ Թագավորաց գրքի մեջ, այս համարը շատերը գիտեք, շատ անգամ կարդացել եք, ուշադրություն դարձրեք, ինչ է գրված Աստծո խոսքի մեջ։ Խոսքը Նաբովթի մասին է։ Գրված է, որ Նաբովթը այգի ուներ, եւ այդ այգին Ակապի պարտեզի կողքին էր, տան կողքին էր։ Ակապը կանչեց Նաբովթին եւ ինչ ասեց։ Ասեց. «Այդ այգին տուր ինձ, ես քեզ ավելի լավը կտամ»։ Տեղն էլ գումար։ Եվ հետաքրքիր է ինչու համար ուզում այդ այգին։ Շարունակության մեջ գրված է, որովհետև նա մոտ է իմ տան կշտին, եւ ես քեզ մի այգի կտամ նրա տեղը, եթե հաճել է քո աչքին։ Բուն նպատակը սա էր. տուր ինձ այդ այգին, որ ինձ համար կանաչեղենի պարտեզ շինան։ Այգին ուրիշ է, պարտեզը ուրիշ է։ Եվ այսօր շատերը փոզիչման են գնացը ավելի մեծ տարածք, հետնել չգիտեմ ինչ, աշխատիր պահել սա։ Երբեք փոզիչման մի գնա։ Երբ որ փոզիչման գնացիր, ուրեմն պարտված ես։ Երբ որ մենք նայում ենք Մովսես անձնավորությունը, երբեք փոզիչման չգնաց։ Երբ որ կարդում ենք Ելիս գրքի մեջ, 10-րդ գլխում գրված էր, Փարավոնն ասում էր գնա, պաշտիր քո ասուն, քո ամբողջ ժողովրդով միայն անասունները չտանես։ Մովսեսն ինչ ասեց. մեկ կչխակ էլ քեզ չենք թողելու։ Եթե ինքը հնազանդվեր կամ լսեր Փարավոնին եւ Աստծո խոսքը թողեր, ինքը կունենար խնդրեմ։ Այսօր սպասավորը ամենամեծ հաղթությունը է, որ ինքը ապրում է Աստծո խոսքով եւ Աստծո խոսքը իրեն համար հիմք եւ հաստատություն է։ Թող Աստված օգնական լինի ամեն մեկից, քուրեր ջան, եղբայրներ ջան, եւ կուզեմ հիշեցնել 3-րդ Թագավորաց գրքի մեջ մի հատ համար, որտեղ որ ամենակալ Աստված 12-ի 7 համարում հետեւյալն ասում. Եթե դու այսօր այս ժողովրդին ծառա լինես, նրանց ծառայես եւ նրանց պատասխան տաս ու նրանց քաղցր խոսքեր ասես, այն ժամանակ նրանք միշտ քո ծառաները կլինեն։ Կամ ուզում եմ մեջբերում անել, որտեղ որ ամենակալ Աստված խոսում է մեր ամեն մեկի հետ Հեսուի վրայով։ Գիշես, երբ որ ամենակալ Աստված Հեսուին էր պատրաստել Մովսեսին փոխարինող, ժողովուրդը ինչ ասեցին Հեսուին։ Գրված է մեր բոլորի համար։ Կարդամ այդ տողերը։ Եվ Հեսուին պատասխանեցին, Հեսու գիրք առաջի գլուխ 16-17 համարները։ Եվ Հեսուին պատասխանեցին եւ ասացին. ամեն ինչ որ պատվիրեցիր կանենք, եւ ուր որ մեզ ուղարկես կգնանք, ինչպես որ Մովսեսին ենք լսում, այնպես էլ քեզ կլսենք։ Միայն թե քո Տեր Աստված քեզ հետ լինի, ինչպես որ Մովսեսի հետ էր։ Տերն օշնի եղբայրս։ Եվ խնդրանքս է հետևյալը. երբեք եկեղեցու խնդիրներից տանը չխոսես։ Ոչ կնոջդ, ոչ երեխաներիդ։ Այն հովիվները, այն սպասավորները, ովքեր որ եկեղեցու խնդիրները խոսել են, ընտանիքի մեջ կորցրել են զավակներին։ Հոգևոր ես դու, ինչ որտեղ նեղվել ես, կարող են տասկում շտկվես, ներես, ներվես, բայց երեխան կարող է չների, այդ խնդրեմ առաջանա։ Եղբայրներից պատմում են մեկի համար, որ այս անձնավորությունը ամեն անգամ խոսում էր եղբայրների խնդիրների խնդիրների վրայով, եւ մեկ օր գալիս ասում է պատրաստվեք, որ պիտի գնանք պաշտամունքի, երեխեք ասում են մենք չենք գալիս, ասում է ինչի։ Ասում են այնտեղ լրիվ վատ մարդ են, կան այնտեղ ինչ անենք։ Աշխատի ինչ որ կա, հիշես հետեւյալը։ Քո կիսվելը սպասավորներդ պիտի լինի։ Քո խորտատուն ավակ եղբայրները։ Այսօր շատերի համար է, որ նայում ես կինն է խորտատու, ինք արդեն իսկ խնդրեմ ունի։ Սիրիր, հարգիր ընտանիքդ, պատվիր։ Բայց խորտատուն պիտի լինի եկեղեցու ավակ եղբայրությունը։ Տեր օշնիցես, Գևորգ եղբայրը կշարունակի, չգիտեմ, քուրեր ջան, եղբայրներ ջան, ուրախ եք թե չէ։ Կա մարդ, որ դեմ է։ Եթե չկա, ուրեմն հավիտյան լրեն, հանգած հետևից չխոսենք, գիտեք։ Կա նաև մեկ բան։ Ամեն մարդ չէ, որ երբ որ ձեռնադրում է, ամենն էլ ուզում է։ Երբ որ մենք նայում ենք Սուրբ Գրքի մեջ, այս անձնավորությունը խոսքը Սավուղի մասին է։ Տերն էր ընտրել Սավուղին եւ ուղարկել էր Սամվելին, որպեսզի Սավուղին օծեր որպես թագավոր։ Եվ քիշեք 11-րդ գլուխ առաջի թագավորած, երբ որ Սավուղ հաղթանակած եկավ, 12-րդ համարի մեջ այդ ձևի մարդիկ եկեղեցիներում շատ կան,
որ կարծես թե ուզում են աշկ մտնել կամ քծնվել, մոտեցան Սամվելին ասեցին, ով են մարդը, որ ասում էր Սավուղը մեզ վրա թագավորնի, տվեք մերցնենք։ Այս սկզբից խոսեիք։ Բայց ինչ ենք մենք տեսնում, այստեղ կային մարդիկ, որոնք որ Սավուղի թագավորությանը դեմ են, բայց ասո կանքներ, որ Սավուղը լիներ թագավոր։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, ամեն մեկս էլ ունենք թերություն։ Չկա մեկ անձնարություն, որը լինի կատարյալ։ Ձեր կողմը պիտի լինի աղոթել սպասավորների համար։ Մենք Գյումրիում ունենք խումբ, Թամար քուրներ այնտեղ, Ժենիկ տատներ այնտեղ, միջև առեսօր պահպանված է։ Այդ խումբը աղոթում էր սպասավորների համար։ Միջև առեսօր Թամար քուր, նորից աղոթում են։ Այդ խումբը կա, մնացել է եւ ամենամեծ շինությունը եւ ամենամեծ օշնությունը։ Եթե եղբայրները կան, այդ աղոթքի շնորհիվ է։ Քույրիկին խնդրանքս հետեւյալն է. դու որպես օգնական ես, ինչով պիտի օգնես աղոթքով։ Մեր քույրերը շատ հետաքրքրասեր են։ Ես երբ որ տուն էի մտնում, սկզբնական շրջանում կինս հարցում էր ինչ եղավ։ Ասում եմ մամիկոն եղբայրը որ եկավ, ասեմ քեզ էլ ձեռնատրեն։ Ձեռնատրվում է եղբայրը, իսկ դու որպես օգնական եղբորը։ Ոչ թե քրոջ շնորհքն է, քրոջ արժանինքներն է, քրոջ հոգևոր վիճակն է, որ սա պետք է։ Ամենամեծ խնդրը Գևորգ ջան, սպասավորի համար ընտանիքն է։ Ամենամեծ դժվարությունը կին եւ երեխաներ, որտեղից որ բռնվում է սպասավորը։ Կին երեխան տեղում եղան ամեն հարց նորմալ կնի։ Տերը բոլորի թողնի